Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում մեր պատմության դասերը հաղորդաշարն է եւ ինչպես խոստացել էինք մեր նախորդ հաղորդմանը, որը կիսատ մնաց նյութի շատ մեծ ծավալի պատճառով, մենք այս հաղորդման ընթացքում, այս շաբաթ հեռարձակվող մեր հաղորդման ընթացքում կշարունակենք Արա Պապյանի հետ հայոց պահանջատիրության իրավական հիմունքները թեման։ Նորից շնորհակալություն մեր հրավեր ընդունելու եւ մեր հեռուստադիտողներին այս շաբաթ եւս շատ կարևոր թեման ներկայացնելու համար։ Ես բնականաբար չեմ շեղվի մեր ավանդույթից եւ նախ անդրադառնամ այն նամակներին, բավականին մեծ թվով նամակներին, որ մենք ստացանք այս շաբաթվա ընթացքում եւ հեռախոսազանգերին, բնականաբար այդպես էլ ակնկալվում էր, որովհետեւ խնդիրը այսօրվա հայության ամենաեսպես ցավոտ, կենսական խնդիրներից մեկն է եւ սպասելի էր, որ պետք է լինեին հարցերի բավականին մեծ քանակություն։ Ուրեմն ես այստեղ պարզապես ինչ հերթականությամբ որ ստացել եմ, նույն հերթականությամբ տպել եմ եւ կարդամ նամակները եւ միանգամից նամակների մեկնաբանումով սկսենք, հետո մենք կշարունակենք այնտեղից, որ կանգ էինք առել, դա հիշեցնեմ, որ 20 թվականի նոյեմբերի 22-ի Վիլսոնի իրավարար վճիռներ։ Ուրեմն հեռախոսազանգից սկսենք։ 2015 թվականին դրանում է ցեղասպանության 100-ամյակը, եթե թուրքերը չճանաչեն մինչ այդ կփակվի այդ հարցը։ Շատ հաճախ հնչող հարց է մեզանում։ Այո, իսկապես հաճախ հնչող հարց է, հատկապես Սփյուռքում շատ տարածված է այս հարցը։ Չգիտեմ այս հարցի աղբյուրը որտեղից է, բայց պիտի ասեմ, որ միջազգային իրավունքը որևէ ժամկետային սահմանափակում չի դնում միջազգային հանրության դեմ կատարած հանցագործությունների վրա, այն է ցեղասպանություն, հետևաբար եւ 2015 թվականին եւ դրանից շատ ավելի հետո հանցագործությունը, հետևաբար որևէ կարգավիճակի փոփոխություն չի լինի։ Այսինքն ժամկետանցության խնդիրը բնականաբար այստեղ բացառվում է։ Հեռուստադիտողներից եւ նաեւ նամակների մեջ կար, որ ինչպես ձեռք բերենք ձեր գրքերը փոխանցումով կամ չգիտեմ որտեղ կարելի է գնել, բնականաբար գրքերը այստեղ պիտի ավելացնել նաեւ DVD-ները։ Գիտեք, ցավոք սրտի այդպիսի ցանց առայժմ գոյություն չունի, ինքներդ գիտեք, բայց ես կարծում եմ, որ առաջիկա 2 ամսվա ընթացքում ես որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերեմ, որպեսզի գոնե eBay-ի միջոցով, գիտեք, eBay-ի այդ համացանցային վաճառքի միջոցով որոշ գրքեր այդտեղ վաճառվեն, միգուցե նաև հայոց համայնքների հետ պայմանավորվածություններ ձեռք բերենք ավելի մեծաքանակ առաքումների համար, մինչև այժմ ասեմ, որ ես գրքերը կամ անվճար բաժանել եմ, կամ իմ ելույթներին հաջորդած հարց ու պատասխանից հետո ստորագրությամբ, մակագրությամբ որոշ շատ փոքր քանակությամբ վաճառել։ Այնպես որ կարծում եմ առաջիկայում դրա լուծումը կգտնենք, կամ eBay-ի վրա, կամ համայնքների միջոցով։ Եվ քանի որ հենց հիմա ցուցադրվում է DVD-ն, ներքևի մասում DVD, ես նորից հիշեցնեմ, որ կա ինտերնետային կայքը 3w.wilsonforarmenia.am, որտեղ կարող եք նաև այցելել եւ այդ կայքում ծանոթանալ պարոն Պապյանի հրապարակումներին, այնտեղ նաև փաստաթղթերին, բավականին հարուստ էջ է, որի միջոցով կարող եք ծանոթանալ եւ իհարկե նաեւ գրել իրեն իր հետ լինել ուղիղ կոնտակտի մեջ ara.gmail.com։ Ահա։ Ուրեմն այստեղ մի հարց էր ժամերի հետ կապված, ասեմ, որ մեր ժամերի վերանայումը առաջիկայում չենք նախատեսում, որովհետեւ մենք հիմնականում 4 այսպես ժամային գոտում ենք ապրում Սփյուռքահայությունը եւ բնականաբար մենք հաշվարկել ենք այնպես, որ բոլոր համայնքներում առնվազն 1-2 անգամ բավականին լավ ժամերին նայվի։ Մեկ ուրիշ հարց ներեցեք, որ վերաբերում է ուրեմն Մարինե Հովանեսյանը, որ մեր մշտական հեռուստադիտողներից է եւ Ռուսաստանում Տոլյատի քաղաքում գործող Տայք բարեգործական հայոց լեզվի պատմության եւ մշակույթի արվեստի զարգացման բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրենը մի քանի հարցեր է ուղարկել, ես սրանց հերթով անդրադառնանք, ինչ է թաքնված առանց նախապայմանի Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ արտահայտության մեջ եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես հայ ժողովրդի համար։
Կարծում եմ, որ թաքնված բառը ճիշտ չի գործածված, պարզապես նպատակը հետևյալն էր, որպեսզի հարաբերություններ հաստատելով ունենալ մի բաց խողովակ, հնարավորություն Թուրքիայի հետ քննարկելու բազմաթիվ եւ բազմաբովանդակ հարցեր, եւ սա իր մեջ ներառում է ոչ միայն ցեղասպանության հարցը, բայց շատ այլ իրավական հարցեր, որոնք առկա են, լինի տնտեսական շրջափակման հարցը, լինի հայկական մշակութային հուշարձանների պահպանության հարցը, որտեղ այս բոլորը Թուրքիայի միջազգային պարտավորությունների շրջանակում է, նաև վերահստակեցնելու հայ-թուրքական սահմանը, որովհետև այսօր էական տարբերություն կա դե ֆակտո գոյություն ունեցող հայ-թուրքական սահմանի եւ դե յուրե գոյություն ունեցող հայ-թուրքական սահմանի միջև։ Պարզապես դա մի միջոց հնարավորություն պետք է լիներ, բայց գիտեք, մինչև իսկ այդ նվազագույն քայլին Թուրքիան չի գնում։ Մենք դրան դեռ կանրադառնանք, որտեղ այսօրվա մեր նախատեսվող երկրորդ հատվածի մեջ մտնում է։ Այս հարցը միաժամանակ երկու հեռուստադիտող Մարինե Հովհաննիսյանը եւ Ռոստովից Մկրտչյան Ռոստովի Դոնից խոսքը վերաբերում է Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերի նրանց ապօրինի լինելուն եւ այդ կապակցությամբ իրավաքաղաքական մեր կողմից քայլեր անելուն, ինչ պետք է արվի եւ ինչու չի արվում։ Ես այդ երկու պայմանագրերին անդրադարձել եմ տարբեր հոդվածներով եւ կա նաեւ իմ գրքի ժողովածուի մեջ, պարզապես համառոտ ասեմ, որ այստեղ իրավացիորեն նշվել է, որ երկու պայմանագրերն էլ ոչ իրավական են։ Ինչու՞։ Նախ ինչ բան է պայմանագիր։ Պայմանագիրը դա միջազգային իրավունքի սուբյեկտների միջև կնքած գրավոր համաձայնությունն է։ Այսինքն պայմանագիր կնքողը պետք է լինի օրինապես ճանաչված օրինական իշխանության լիազոր ներկայացուցիչը եւ Կարսի պայմանագիրը եւ Մոսկվայի պայմանագիրը, մինչեւ այդ նաեւ Ալեքսանդրապոլի պայմանագիրը Թուրքիայի կողմից կնքել է քեմալականների շարժումը։ Այստեղ շփոթությունն է, երբ որ մենք հաճախ ասում ենք ռուս-թուրքական պայմանագրեր կամ անդրկովկաս թուրքական, այդպես չէ, դա թուրքական չէ, թուրքական կողմից քեմալականների շարժումն էր, որը անօրինական էր։ Անօրինական էր, որովհետև խախտել էր եւ ներքին օրենսդրությունը, անօրինական էր, որովհետև խախտել էր նաեւ միջազգային իրավունքը։ Հետևաբար միայն այս պայմանը արդեն բավական է, որպեսզի լինեն անօրինական։ Ավելի չմանրամասնելու համար ասեմ, որ սրա վերաբերյալ ոչ թե չեղյալ հայտարարելու, որովհետև իրավական ոչ իրավական փաստաթուղթը արդեն չեղյալը չի կարող նորից չեղյալ հայտարարվել, բայց դիրքորոշում արտահայտելու հայցադիմումով դեռևս անցյալ տարի նոյեմբերին որոշ կազմակերպություններ դիմել էին Հայաստանի խորհրդարանին առաջարկելով երկու խնդիր վերաբերմունք արտահայտել այս երկու պայմանագրերին, ինչպես նաև նոյեմբերի 22-ը հռչակել հայոց պահանջատիրության օր, սակայն մենք որևէ արձագանք չունեցանք եւ այդ հարցը այդպես էլ մնաց։ Ցավոք սրտի։ Մարինե Հովհաննիսյանի մեկ ուրիշ հարց, լիովին կիսելով ձեր մտքերը հայոց պահանջատիրության հարցում եւ առավել մանրամասն ծանոթանալով Սևրի պայմանագրի եւ դրանից բխող դրույթներին, ակամայից հարց է առաջանում, ինչու եւ ում ենք սպասում Արցախի հիմնախնդրի լուծման հարցում դա օգտագործելու։ Գիտեք, ես ինքս կուզեի այս հարցի պատասխանը իմանալ, որովհետև դեռևս 2003 թվականին, երբ որ ես պետական պաշտոնյա էի, համապատասխանաբար դիմում էի իմ ղեկավարությանը, առաջարկելով, որպիսի նաև միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունները, մասնավորապես դա 20 թվականի փետրվարի 24-ի մեծ քառյակի կողմից ընդունած համապատասխան փաստաթուղթներ ազգերի լիգայի խորհրդի, ինչպես նաև Սևրում ամրագրված հիմնադրույթների օգտագործումներ։ Ցավոք սրտի արձագանք չեղավ։ Ես 2005 թվականի ապրիլի 25-ին նորից գրավոր այս զեկուցագրով խնդրեմ կարող եք ցույց տալ, այս զեկուցագիրն էր, որը ես 2005 թվականի ապրիլի 25-ին արձեր փոխանցեցի այդ ժամանակ մեր հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը վերնագրված էր հայկական արտաքին քաղաքականության նոր հնարավորությունների մասին, որտեղ սա իսկապես մեզ նոր հնարավորություններ էր տալի, բայց ցավոք սրտի որևէ արձագանք չեղավ, հետևաբար ես արդեն 2006-ից հետո, երբ որ դուրս եկա նախարարությունից եւ
դուրս գալու պատճառներից մեկը այն էր, որպեսզի կարողանամ ազատ խոսել եւ դիմել հանրությանը, սկսեցի արդեն որպես մասնավոր անձ զբաղվել եւ այս գաղափարը տարածել, որտեղ ես կարծում եմ, որ մենք իրավական դաշտում մեծ հնարավորություններ ունենք, ոչ միայն հայ-թուրքական սահմանի հարցով, այլ նաեւ երկու այլ սահմանների հստակեցման հարցում։ Եվ բնականաբար դուք մենակ չեք եւ մենք համակիների բավական մեծ համախումբ ունենք եւ նաեւ ես մեր հաղորդումը, մեր հաղորդաշարի երկու հաղորդումները նվիրված են ավելի այս փաստաթղթերը, գաղափարները հանրության ավելի իրազեկելու, ավելի ճանաչեցնելու։ Այստեղ կա մի խնդիր, որը բոլորիս համար մտահոգիչ է, բնականաբար մեր քայլերը, այստեղ օրինակ է բերվում հրյաների, այսպես կիսով չափ կամ շատ հեռացած հրյաների վերահրեացումը եւ հարցումը ինչ ենք անում մենք երեկվա հայի այսօրվա վրացացած, ռուսացած, իսլամացած, լեհացած եւ այլն նրանց հետ բերելու ուղղությամբ եւ բավական մեծ նամակը ավարտում է բավական հետաքրքիր մի հարցով. ինչ կանեիք եւ ինչից կսկսեիք, եթե դուք լինեիք ՀՀ արտաքին գործերի նախարարը։ Մի քիչ պրովոկացիոն, բայց շատ հետաքրքիր հարց։ Գիտեք, միջպետական հարաբերություններում առկա խնդիրները հնարավոր է լուծել 4 եղանակով կամ այդ եղանակների համադրությամբ։ Դա քաղաքական ճանապարհն է, տնտեսական ճանապարհն է, իրավական ճանապարհը եւ ռազմական ճանապարհը։ Առաջի, երկրորդ եւ չորրորդ տարբերակներում ակնհայտ է, որ մենք զիջում ենք ադրբեջանա-թուրքական այդ տանդեմի երկմիասնությանը։ Հետևաբար ես կտեղափոխել այս դիմակայությունը եւ հարցերի հստակեցումը իրավական դաշտ, որտեղ մենք ունենք հսկայական առավելություն, որտեղ ինչքան էլ իրավական դաշտում հարցերը քննարկվելիս հաշվի առնվեն որոշակի տնտեսական եւ քաղաքական շահեր, այնուհանդերձ միջազգային իրավունքը առաջնորդվում է որոշակի կայացած դրույթներով եւ հիմնադրույթներով։ Հետևաբար ես կարծում եմ, որ իրավական դաշտում մենք առավելություն ունենք։ Բացի այդ, այսօր եթե մենք մեր հարցերը քաղաքական դաշտում ենք քննարկում, արդեն ակնհայտ է, որ քաղաքական դաշտում մենք զիջում ենք, որտեղ քաղաքական դաշտը խարսխված է շահի վրա։ Բացի այդ, պիտի ասեմ, որ իրավական դաշտի որոշումները վերջնական են եւ ենթակա չեն վերանայման, մենք դրան կանդրադառնանք նաեւ Ուիլսոնի իրավարար վճռի հարցում, որտեղ ինչու ի տարբերություն մյուս սահմանների, որոնք լուծվեցին պայմանագրերով, հայ-թուրքական սահմանը լուծվեց իրավարար վճռին, եւ սա իմ ասածի հենց ապացույցն ու վկայությունն է։ Մեկ ուրիշ մեր նամակագիր Պաուլ Դավթյանց Վիեննայից հարցնում է այս վերլուծականը հնարավոր է գերմաներեն լեզվով ունենալ եւ ներեք որպեսզի հնարավորություն լինի դա տպագրել նաեւ գերմանալեզու մամուլում։ Եվ ընդհանրապես բնականաբար երևի միանգամից անդրադառնայիք այլալեզու, ռուսալեզու, անգլիալեզուն ինչ որ բաներով կա, բոլոր լեզուներով միջազգային քարոզչությանը։ Գիտեք, ես անձամբ չեմ տիրապետում գերմաներենին, ես հիմա պատրաստում եմ անգլերեն տարբերակը ավելի ընդլայնված եւ ավելի հետազոտությունների ըստ էության հայերեն տարբերակը պարզապես անհրաժեշտությունից դրդված ես գրեցի, որ այն էլ հոդվածների ձևով, որպեսզի հնարավորություն լինի ավելի շատ մարդկանց ծանոթացնելու, բայց բուն ուսումնասիրությունը անգլերեն լեզվով է։ Ինչ վերաբերում է այլ լեզուներով, դա արդեն այն մարդիկ, ովքեր տիրապետում են լեզվին եւ պատրաստակամություն ունեն որոշակի աջակցություն ցուցաբերել, կարող են կապվել ինձ հետ, այսինքն նրանք է, որ պիտի որոշակի նախաձեռնություն ցուցաբերեն, որովհետեւ իրենք է, որ կարող են թարգմանել կամ կազմակերպել։ Ասեմ, որ ես երբևէ չեմ դրել եւ չեմ դնում որևէ հեղինակային իրավունքի հարց կամ որևէ հոնորարի հարց, այս ամբողջ գիրքը կա նշված wilsonforarmenia.am սայթի վրա, կարող եք այնտեղից արտատպել, թարգմանել, տարածել ինչքան որ ուզում եք։ Մեր մեկ ուրիշ հեռուստադիտող Նարեկ Բասմաջյան հարցնում է մի հեղինակի, ուրեմն Քրիստոֆեր Ջոն Ջերքնեսի աշխատության մասին Jewish Genocide of Armenian Christians, դրա հետ կապված է հարցումը եւ ընդհանրապես երևի թե շատ համառոտ, ճիշտ է, դա առանձին թեմայի խնդիր է բավականին շատ քննարկելու, բայց այստեղ հասկանալի է, որ խնդիրը գնում է
հրյաների եւ ազգությամբ հրյա մի շարք գործիչների մասնակցությանը հայոց ցեղասպանությանը։ Այստեղ կուզենայի, որ մենք որոշակի ոչ երկար մի անդրադարձ կատարենք, որովհետեւ մեզանում էլ վերջի տարիներին հատկապես երբ որ հրատարակվեցին երիտթուրք ղեկավարության մեջ ծագումով հրյաների արկայության մասին, այստեղ կարծես կա այդ միտումը եւ թուրքերն էլ ունեն, ասենք օրինակ չերքեզական ֆակտորը հայոց ցեղասպանության մեջ կարծես իրենցից ինչ որ պատասխանատվությունը հեռացնելու քրդական ֆակտորը գործոնը եւ դեպի քրդերը հարցը տեղափոխելու խնդրի մասին Հարցին կարող ենք անդրադառնալ երկու տեսանկյունից՝ պատմական եւ իրավական։ Դեք պատմական առումով սխալ է անձանց ծագումնաբանությամբ որոշել նրանց քաղաքականությունը, որովհետեւ Թուրքիայում հակայ քաղաքականությունը իր, ասենք, բարձակետին հասավ, եթե մենք վերցնենք սուլթանների ժամանակ, Աբդուլհամիդի օրոք, որը հայ էր։ Նրա մայրը հայ էր եւ նրա մայրենի լեզուն մինչեւ 7 տարեկան նա միայն հայերեն գիտեր, բայց սա չի խանգարում։ Պիտի հստակ գիտակցենք, որ ազգային ծագումը չէ, որ այլ ինքնագիտակցությունն է կարևորը եւ որ պետության շահն է ներկայացնում։ Երիտթուրքերի մեջ կրիպտո հրյաների արկայությունը դեռևս հենց այդ ժամանակին դարասկզբին է գրվել, հատկապես կար բրիտանական դեսպանատան Դրագոման Ֆիցմորիսներ, որ առաջի հետազոտությունները կատարեց, բայց այն ժամանակ հստակ էր, որ այսինքն ինչ կապ ունի նրանք ծագումով ովքեր են։ Նրանք Թուրքիայի պետական քաղաքականության իրականացնողն են եւ իրականացնում են։ Հետեւաբար պատմական առումով սխալ է։ Մենք չենք հրաժարվում Բագրատունյաց փառքից միայն այն պատճառով, որ Խորենացին գրում է, որ Բագրատունիները ծագումով հրյա են եւ նրանք դեռ արշակուններից, ասենք Շամբատ Բագարատն էր, որը դառավ հայոց թագակիր, ասենք ասպետ եւ այլն եւ այլն։ Հիմա խնդիրը հետեւաբար պատմականորեն անիմաստ է քննարկել, որովհետեւ պիտի նայենք, թե ում շահերն են իրականացնում։ Իրավական տեսանկյունից այստեղ ես իսկապես վտանգ եմ տեսնում եւ կարծում եմ նման գաղափարներ տարածողները ակամայից, միգուցե գիտակցաբար օգնում են թուրքերին իրենց վրայից պատասխանատվությունը հանելու, որտեղ թուրքական քաղաքականությունը խորամանկությամբ ուզում է պետության վրայից պատասխանատվությունը դնել ինչ որ հակահայ զգացումներ ունեցող անհատների վրա։ Սա վտանգավոր է, որտեղ թուրքական պետության ներկայացուցիչներն են եղել ցեղասպանությունը հղացող, ծրագրավորող եւ իրականացնողները, իսկ պետությունը պատասխանատու է իր պաշտոնյաների արարքի համար։ Հետևաբար չպետք է մենք տարվենք նման իրավական տեսանկյունից սխալ մտքերով, որտեղ սա իսկ ինչ վերաբերում է այդ գրքին, ես կարծում եմ, որ ծանոթ եմ գրքին, այն ինտերնետի վրա անգամ կա, ես վստահ չեմ, ով է հեղինակը եւ վստահ չեմ, որ արդյոք սա նույն թուրքական որոշ կազմակերպությունների կողմից հրահրվող գաղափար չէ, որովհետեւ նորից եմ կրկնում, սա միջոց է թուրքական պետությունը իր վրայից պատասխանատվությունը նետելու համար։ Այս անշուշտ այստեղ մեզանում դրա վրա վերջի տարիներին շատ բևեռացան, որպես զուգահեռ օրինակ կարելի է վերել, ասենք, ինչքան հայ բոլշևիկներ կային, որոնք սովետական պետության կազմում էին եւ նույնիսկ հակահայ գործունեություն հիմի որևէ մեկը իրավասու չի կարող լինել հայ ժողովրդին մեղադրել բոլշևիզմի վերած չարիքների համար, թեպետ ղեկավար շրջանակում ինչ խոսք կային նաեւ հայազգի բոլշևիկներ, այսինքն այստեղ սովետական Ռուսաստանը իր պետական շահներ ներկայացնում եւ բնականաբար եւ այնտեղ հрьяաներ, վրացիներ, հայեր եւ այլն բազմաթիվ ազգություններ կային։ Եվ մենք ունենք էլի մեր նամակագիրներից այսպես ավելի շատ ջերմ ողջունելով դոկտոր Մոմջյանը Ֆրանսիայից, Աբել Իսաևը Ռուսաստանից եւ այստեղ նաեւ մի հարցում կա, հասկանալի է, որ սա վերաբերում է հարցի մոտեցման վերլուծության այս ձեր առաջ քաշած նորույթներին, արդյոք այս հարցերով զբաղվող հանձնաժողով աշխատում է թե չէ եւ արդյոք ժամանակը չի սահանել այսպես մեծ հանձնաժողովով։ Չինացուն հարցնում են, երբ է ծառ տնկելու ժամանակը։ Չինացին պատասխանում է, որ դա 20 տարի առաջ էր։ Հիմա երբ է նման հանձնաժողով ստեղծելու ժամանակը։ Առնվազն դա 20 տարի առաջ էր։ Գոնե հայոց պետականության ստեղծումից հետո պիտի ստեղծվեր նման հանձնաժողով, որովհետև մեր մեծագույն նվաճումը
անկախություն ձեռք բերելով այն է, որ մենք դարձանք միջազգային իրավունքի սուբյեկտ եւ կարող ենք միջազգային իրավունքի հիման վրա պաշտպանել մեր շահերը։ Այո, ժամանակն է, բայց ցավոք սրտի գոյություն ունի որոշակի իներցիոն մտածողություն, որ այսօր հատկապես Թուրքի մեջ է գերիշխում, ինչպես նաև Հայաստանն է տուրք տալիս, դա ցեղասպանության հարցի հետապնդումն է։ Գիտեք, ցեղասպանության հարցը հայկական հարցի մի փոքր մասն էր, ես կասեի մինչևից դրվագ, ինչքան էլ այն ցավալի է, ինչքան էլ այն ողբերգական էջ է, դա պարզապես դրվագ էր, որի միջոցով թուրքերը ուզում էին վերջ տալով հայությանը իր բնիկ հայրենիքում լուծել հայկական հարցը։ Հենց այս պատճառով է նաև, որ մենք պիտի թույլ չտանք, որպեսզի նրանք վայելեն հանցագործության պտուղները, որովհետև իրավունքը հստակ է, հատկապես միջազգային իրավունքը, որ հանցագործությունները չեն ծնում իրավունք, եւ միայն այս տեսանկյունով է ցեղասպանության ճանաչումը մեզ համար կարևոր, այսինքն չի կարող այսօրվա հայաթափ կամ հայազուրկ արևմտյան Հայաստանի գոյությունը հիմք հանդիսանար թուրքերի իրավատիրության համար, բայց ես գտնում եմ, որ այո, պիտի լինի նման հանձնաժողով, որը պիտի հստակորեն առանձին հիմքի վրա եւ հողային, եւ նյութական, եւ բարոյական պահանջատիրության հարցերը հստակեցնի։ Պարզապես ով պիտի դա անի, սա է խնդիրը։ Առայժմ, ինչպես պարոն Մովսիսյանն նշեց, մենք համախոհների տարբեր խմբեր ունենք, բայց ոչ պետությունը եւ ոչ էլ կուսակցությունները կամ մեծ կազմակերպությունները որևէ աջակցություն, եթե չասեմ անգամ նախաձեռնություն, անգամ աջակցություն եւ իրական աջակցություն չեն ցուցաբերում այս հարցին, հետեւաբար մենք անում ենք այնքան, ինչքան կարող ենք։ Ցավոք սրտի իսկապես պիտի ասեմ, որ այսօր այդ վիճակին ենք, չնայած թվում է թե միջազգային կառույցներ, հայդատի գրասենյակներ, պետությունը իր բոլոր այսպես արտգործ նախարարության կառույցներով, դեսպանատներով պիտի վաղուց աներ, մեր հաջորդ հաղորդումը ես նախատեսում էի, որ հին շրջանին Կոմագենեի հայոց թագավորությանը պիտի նախատեսենք, բայց այս շաբաթվա ընթացքում Հայկ Արամի հետ Նահապետյան զրուցում էինք, բավական հետաքրքիր մի աշխատանք էր արել։ Ուրեմն 94 թվականին Անկարայում Թուրքական Հանրապետությունը պաշտոնապես հրատարակում է հայերը օսմանյան փաստաթղթերում։ Օսմանագետներ չունենալու պատճառով մերոնք դրան լուրջ չեն նայել։ Բավական մեծ մի ժողովածու է, եւ մենք պայմանավորվեցինք, որ հաջորդ հաղորդումը կանենք միասին, որ տրամաբանական շարունակություն նաեւ դառնա եւ ինչն է հետաքրքիր, միայն այդ փաստաթղթերում իրենց տպագրած 1994 թվականին իրենցից հրատարակած այս երևի մոտ 20 աղաղակող փաստ կա այն մասին, որ կազմակերպված ցեղասպանությունները, տեղահանությունները որոշակիորեն նպատակային հետապնդում հայության ոչնչացման, այսինքն բոլոր միջազգային իրավունքներով դատապարտելի եւ սա իրենց արածը։ Եվ այս ժողովածուն մինչեւ այսօր շրջանառության մեջ չի մտել։ Ցավոք սրտի դա միակ փաստը չէ, բավականին նման փաստ է շատ։ Եվ փորձում ենք այդպես անել։ Հիմա մենք սիրելի հեռուստադիտողներ, դուք շարունակեք գրել եւ կարող եք գրել մեր հաղորդաշարի հասցեով եւ գրել ուղիղ պարոն Պապյանին եւ կապվելով հենց իր ինտերնետային ուրեմն կայքի միջոցով մենք կշարունակենք անշուշտ անդրադարձներ դեռ կունենանք, իսկ հիմա շարունակենք որտեղից որ կանգեինք առել։ Ուրեմն երկու խոսքով Ուիլսոնի ուրեմն իրավարար վճռի մասին 20 թվական նոյեմբերի 22 եւ շարունակենք նաեւ եւ ամենակարևորը այսօր մենք փորձենք նաեւ պատասխան տալ բազմիցս հնչող այն հարցադրումներին, թե այսօր այդ Սևրի պայմանագիրը իր ամբողջության մեջ Ուիլսոնի իրավարար վճռով եւ այլն այսօր ինչով է արդիական եւ ինչի համար է դա մեզ պետք։ Սկսենք ուրեմն Ուիլսոնի իրավարար վճռից։ Այստեղ այո, այստեղ իրավարար վճռի զեկույցն է եւ կից փաստաթղթերը։ Այո, ինչպես նախորդ հաղորդման ժամանակ նշեցինք, 1920 թվականի նոյեմբերի 22-ին Միացյալ Նահանգների նախագահ Ուիդրո Ուիլսոնը ստորագրեց, ապա պետքարտուղարը ենթաստորագրեց եւ կնքեց իրավարար վճիռը, որով Հայաստանի Հանրապետության տիտղոսը եւ իրավունքները ճանաչվեցին նախկին Օսմանյան կայսրության, Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգի
հիմնական մասի վրա, մոտավորապես 105,000 քառակուսի կիլոմետր, որը այդ ժամանակ արդեն Հայաստանին պատկանող Կարսի եւ Արևելահայաստանի մյուս մասերի հետ միասին մոտավորապես Հայաստանի իրավունքները ճանաչվեցին 165,000 քառակուսի կիլոմետրի վրա։ Հիմա հարցը հետեւյալն է, նախ ինչու այն չիրականացավ։ Շատ պարզ էր պատճառը, որովհետև ընդամենը 10 օր հետո, գիտեք, նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետությունը, դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալուց։ Երբ որ մենք խոսում ենք Հայաստանի սովետականացման մասին, դա գեղեցիկ տերմին է։ Միջազգային իրավունքի տեսանկյունից դա պարզապես պետության զավթում էր, հետևաբար պետության գոյության դադարեցում։ Այսինքն իրավունքով Հայաստանի Հանրապետությանն էր վերապահված այդ հողերը, եւ եթե չկա Հայաստանի Հանրապետություն, ապա ում պիտի փոխանցվի այդ հողերը։ Հետևաբար հարցը առկախ մնաց։ Հարցը չեղյալ չհայտարարվեց։ Ավելին, ես ձեզ պիտի ասեմ, որ Միացյալ Նահանգները նույն Վուդրո Ուիլսոնի հրահանգով ստեղծեցին հատուկ հանձնաժողով, ինչը նախատեսված էր Սևրի պայմանագրով, որ պիտի արվեր 3 ամսվա ընթացքում, որը տեղում արդեն պիտի կատարեր սահմանանշումը, այսինքն պիտի այդ, գիտեք, հատուկ նշանները դներ։ Մինչև ինձ տպեց հատուկ քարտեզ կամ քարտեզների ժողովածու, ամբողջ սահմանը բաժանվեց 19 հատվածի եւ արդեն շատ ավելի մեծ մասշտաբով տպագրվեց, որպեսզի կարող եք ներսի որոշ էջեր ցույց տալ այստեղ, որպեսզի հանձնաժողովը գնա եւ տեղում կատարի սահմանանշումը։ Եվ պիտի ասեմ, որ այդ հանձնաժողովի նախագահն էր բոլորիս քաչ հայտնի Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Հենրի Մորգենթաուն։ Եվ ըստ էության նրա այս պաշտոնը ավելի կարևոր էր, քան, ասենք, իր հուշերի ժողովածուն։ Այս քարտեզը կար եւ պիտի գնար, ասեմ, որ քարտեզը տպվեց 1000 օրինակով, որտեղ պիտի մեծականակ խմբեր գնային եւ աշխատեին։ Պարզապես ստեղծված իրավիճակը, այսինքն այն, որ Հայաստանի Հանրապետությունը դեկտեմբերի 2-ին բաժանվեց եւ նվաճվեց, ուրեմն Ախուրյան Արաքս գծից արևելք եւ հյուսիս գրավեց 11-րդ Կարմիր բանակը, իսկ դրանից արևմուտք եւ հարավ թուրքական 3-րդ բանակը, հետագայում այն կոչվեց 3-րդ բանակ, այդ ժամանակ 15-րդ բանակն էր, եւ դա արվեց շատ պարզ 20 թվականի օգոստոսի 24-ի գաղտնի բոլշևիկա-քեմալական համաձայնագրի վրա։ Հետևաբար, հարցը, քանի դեռ չկար Հայաստանի Հանրապետություն որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, չէր կարող արծարծվել։ Բայց 91 թվականից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը նորից դարձավ անկախ եւ որպես առաջին հանրապետության իրավահաջորդ, իսկ սա պիտի ասեմ ամրագրված է եւ մեր անկախության հռչակագրի մեջ եւ մեր սահմանադրության նախաբանի մեջ, արդեն կարող է այս հարցը բարձրացնել։ Այսինքն այսօր շփոթություն կա, մենք սովետա-թուրքական սահմանը, որ այսօր դե ֆակտո գոյություն ունի, շփոթում ենք հայ-թուրքական սահմանի հետ, որը Ուիլսոնի այդ քարտեզով պատկերված է եւ իրավարար վճռով։ Ասեմ, ինչու իրավարար վճռով լուծվեց։ Սա շատ էական է, որտեղ իրավարար վճիռը, ես արդեն նշել եմ, այն պարտադիր է կատարման համար, այն ենթակա չէ վերանայման եւ այն ունի ժամանակային սահմանափակում։ Միևնույն ժամանակ երկրները, որոնք դիմում են կատարում իրավարար վճիռ կայացնելու, ի սկզբանե տալիս են իրենց համաձայնությունը որպես պարտադիր վճիռ ընդունելու այդ որոշումը։ Եվ օգոստոսի 10-ին, երբ որ Օսմանյան կայսրության լիազոր ներկայացուցիչները ստորագրեցին Սևրի պայմանագիրը, սրանով հանդերձ իրենք համաձայնեցին, որ այդ վճիռը ուժի մեջ կմտնի։ Նոյեմբերի 22-ին վճիռը մտավ ուժի մեջ, որտեղ ինչպես գրված է 90-րդ հոդվածում, այսինքն 89 հաջորդող հոդվածի մեջ, Թուրքիան պարտավորվում էր վճռի կայացման օրվանից, եւ սա շեշտում է վճռի կայացման օրվանից եւ ոչ թե պայմանագրի վավերացման օրվանից, Հայաստանին փոխանցել այդ տարածքի տիտղոս եւ բոլոր իրավունքները։ Եվ այս սահմանը ըստ էության, թեև հայ-թուրքական սահման է, բայց այն կայացվել է մի կողմից Թուրքիայի, իսկ մյուս կողմից բազմաթիվ մոտ 5 տասնյակ երկրների միջև կայացված համաձայնությամբ։ Հետևաբար այդ սահմանի վերանայումը հնարավոր չէր, որպեսզի տեղի ունենար կամ
Ալեքսանդրապոլի պայմանագրում, որտեղ Ալեքսանդրապոլի պայմանագիրը անվավեր փաստաթուղթ է, որովհետև մի կողմից այն ստորագրել են քեմալականները, որոնք դեռևս իշխանություն չէին, մյուս կողմից ստորագրել էին Հայաստանի այդ ժամանակ կառավարության ներկայացուցիչները, որոնք արդեն իշխանություն չեն, որովհետև պիտի հիշենք, որ իշխանափոխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, երեկոյան ժամը 6-ին, իսկ պայմանագիրը ստորագրվել է դեկտեմբերի 3-ին 12:30, այսինքն իշխանափոխությունից 6 ժամ հետո, եւ սրա մասին իմացել են բոլոր կողմերը, թվում նաեւ Ղարաբեկիրը, որը շնորհավորել էր մինչեւ այդ Օրջոնեգիձեին Հայաստանում սովետական կարգերի հաստատմամբ։ Էլ չասած, որ պայմանագիրը ենթակա էր վավերացման եւ չվավերացվեց։ Թեև պիտի ասեմ, եւ սա անհրաժեշտ է շեշտել բոլոր 3 պայմանագրերին, այսինքն Ալեքսանդրապոլ, Կարս եւ Մոսկվա։ Գիտեք, միջազգային իրավունքի մեջ գոյություն ունի հիմնարար սկզբունքներ, որոնք կոչվում են յուս կոգենսներ։ Այսինքն սրանք այնպիսի սկզբունքներ են, որոնք գերակա են բոլոր այլ սկզբունքների նկատմամբ։ Եվ 1969 թվականի պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիան հստակորեն նշում է 53-րդ հոդվածով. եթե կնքման պահին պայմանագիրը հակասության մեջ է մտել յուս կոգենսի հետ, ապա պայմանագիրը անվավեր է կնքման պահից։ Հետևաբար այդ 3 պայմանագրերը բավականին յուս կոգենսների ոտնահարում ունեն, հետևաբար նրանք անվավեր են սկզբնական իսկ օրվանից։ Ի տարբերություն իրավարարվեջի, որ օրինական էր, այն դեկտեմբերի 6-ին պաշտոնապես փոխանցվեց Փարիզի վեհաժողով 1920 թվականին, այսինքն մինչև նոյեմբերի 22-ից գիտեք, այն ժամանակ փոստը այդքան արագ ընթաց չէր, տևեց 2 շաբաթ, այսինքն դեկտեմբերի 6-ին Փարիզի վեհաժողովը ընդունեց, բայց արդեն նաև այդ ժամանակ հստակ էր Հայաստանի չգոյության փաստը։ Թեև պիտի ասեմ, որ Ազգերի լիգան դիմեց Ուդրո Ուիլսոնին, որպեսզի վերջինս միջնորդի քեմալականների եւ Հայաստանի միջև, Ուիլսոնը տվեց իր համաձայնությունը, բայց չկարողացավ իրականացնել, որովհետեւ արդեն ինքը առողջական ծանր վիճակի մեջ էր, բացի այդ այլևս չկար Հայաստանը։ Հիմա նայենք այս իրավարար վճռին եւ նրա համար հիմք հանդիսացող Սևերի պայմանագրին այսօրվա տեսանկյունից ինչ կարող է տալ այն մեզ։ Պիտի ասեմ, որ ես ավելի մանրակրկիտ հարցը սկսեցի ուսումնասիրել, երբ որ Հայաստանի առջև ծառացան այնպիսի խնդիրներ, ինչպիսին էր Բաքու-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Էրզրում գազամուղը, խոսքեր կար արդեն այդ ժամանակ Կարս-Ախալքալակ երկաթգծի շինարարության վերաբերյալ, հետևաբար այս փորձերը շրջանցել Հայաստանին։ Եվ լինելով գործող դիվանագետ, ես մտածում եի ինչպես կարող ենք ստեղծել մի իրավիճակ, որ հնարավոր չլինի շրջանցել։ Եվ դա շատ հստակ էր, որ վերահաստատելով մեր իրավունքները Ուիլսոնյան Հայաստանի նկատմամբ, դե յուրե վերահաստատելով, այստեղ խնդիրը այն չէ, որ մենք դե ֆակտո պիտի գնայինք գրավել։ Մենք կկարողանայինք դիմակայել ինչև իսկ այդ բացասական երևույթները շրջել եւ դարձնել մեզ համար դրական։ Շատ պարզ մեկ օրինակ բերեմ։ Բաքու-Ջեյհանը այսօր շահագործվում է British Petroleum-ի միջոցով։ Եվ British Petroleum-ը 750 միլիոն տարեկան տարանցիկ փոխադրումային վճարներ է կատարում Թուրքիային։ Հիմա այն անցնում է կամ նրա մի մասը կեսը անցնում է Ուիլսոնյան Հայաստանի տարածքով։ Այսինքն ունենալով որոշակի օրինակ, ասենք Հաագայի միջազգային դատարանի կարծիքը իրավարար վճռի մասին, որ այն ուժի մեջ է, մենք դրա հիման վրա նույն Լոնդոնում կարող ենք դատը բացել British Petroleum-ի դեմ եւ նրանից պահանջենք, որպեսզի այն վճարումներ կատարի Հայաստանի Հանրապետությանը, որը հանդիսանում է այդ տարածքի իրավատերը։ Այսինքն մենք կարող ենք լուծել տնտեսական հարց, բայց ես կարծում եմ ավելի կարևոր է եւ խիստ կարևոր է Հայաստանի անվտանգության հարցը։ Գիտեք, Ղարաբաղի պատերազմի ժամանակ հստակ էր, որ Թուրքիան ոչ միայն դիվանագիտական եւ տեղեկատվական օգնություն էր ցուցաբերում Ադրբեջանին, այլ նաեւ մշտապես սպառնում էր Հայաստանին, ինչպես նաեւ կատարում էր զենքի մատակարարումներ Թուրքիայից Ադրբեջան։ Եվ Կարս-Ախալքալակ երկաթուղու շահագործումից հետո ես կարծում եմ այդ մատակարարումները կուժեղանան։ Հետևաբար մեզ համար կենսական է
Հայաստանի Հանրապետության ներկա Հայաստանի Հանրապետության գոյության համար կենսական է թուրքական զորքերը հնարավորին չափ հեռացնել Հայաստանի Հանրապետության ներկա դե ֆակտո սահմանից կամ ասենք այդ սահմանազատման գծից։ Հետևաբար այդ տարածքների դե յուրե հայաստանյան պատկանելությունը թույլ կտա ապառազմականացնելու այդ տարածքները, այսինքն թուրքական զորքերը կկանգնեն Երևանից ոչ թե 30-40 կիլոմետրի վրա, այլ 300-400 կիլոմետրի վրա, այդ տարածքներում իհարկե թուրքերը կարող են ունենալ որոշակի ժանդարմերիա տեղում կարգ-կանոնը պահպանելու համար, բայց միևնույն ժամանակ որպես դե յուրե իրավատերեր մենք կարող ենք պահանջել ոչ միայն ապառազմականությունը, այլ նաև միջազգային ռազմական դիտորդական առաքելությունների առկայությունը այդ տարածքի վրա, հետևաբար մենք մեզ կապահովագրենք թուրքական ճակատի բացումից կամ անմիջական զենքերի մատակարարումից Ադրբեջանին։ Իսկ Ադրբեջանը ինչքան էլ այսօր հոխորտա միայնակ եւ առանց մեծ մատակարարումների ի վիճակի չէ վերջ տալ Հայաստանի պետության գոյությանը։ Տեսեք, ես չեմ ասում ինչեւից Ղարաբաղի հարցը, որովհետեւ մենք շատ ավելի լուրջ հարցերի մասին պիտի մտածենք, որովհետեւ Ղարաբաղի հարցը ըստ էության Հայաստանի սահմանների արևելյան մասին, այսինքն դա ապահովում է, բայց մեր ազգաբնակչության 2/3-ը այսօր ապրում է Արարատյան դաշտում, Երևանում եւ նրա շրջակայքում, իսկ այդ 2/3-ը գտնվում է թուրքական անմիջական հարվածի եւ հարձակման նշանառության տակ։ Ես կուզենայի մի կարևոր հարցին անդրադառնանք։ Ազգերի լիգայի իրավական որոշումները Հայաստանի արևելյան սահմանի մասին, այդ թվում նաև Ղարաբաղի առնչությամբ եւ այսօրվա մեր իրականությունը։ Մենք իհարկե կշարունակենք նաև Վիլսոնյան սահմաններին։ Մի պահ սրա մասին խոսենք, հա։ Այո, գիտեք, այսօր ստեղծվել է մի անհեթեթ իրավիճակ։ Մենք այսօր բանակցում ենք այն հիմքի վրա, ինչը մեզ տվել է Յոսիֆ Ստալինը, բոլշևիկյան ապօրինի, որը անհեթեթ է, որտեղ մինչև իսկ ներպետական օրենսդրությամբ այդ ժամանակ գիտեք, որ Ղարաբաղի ստեղծումը դա ոչ թե պետական որոշմամբ էր, այլ կուսակցական որոշումներով էր եւ այլն եւ այլն։ Նախիջևանի հարցով, չէ՞ որ Նախիջևանը նա այն երբեք Ադրբեջանին մաս չի կազմել, անգամ Կարսի պայմանագրով եւ Մոսկվայի պայմանագրով այն գտնվում էր Ադրբեջանի խնամակալության տակ, պրոտեկտորատ էր, բայց Ադրբեջանի մաս չէ եւ Ադրբեջանը երբ որ այն կցեց կամ բերեց, ասենք ինքնավար հանրապետության կարգավիճակի, այո, անգամ այդ ժամանակ թուրքերը իրենք բողոքեցին նման, որովհետեւ այն որոշում չպետք է լիներ։ Բացի այդ ժամանակ Անդրկովկասը մեկ պետական միավոր էր մինչև 36 թվականը, հետևաբար այդ ժամանակ այդ պետական միավորը բաղկացած էր 3 հանրապետություններից, այսինքն Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան եւ տարբեր ինքնավար կառույցներից, բայց նրա չէր, այսինքն գոյություններ վարչական ենթակայության հարց, բայց գոյություն չուներ տարածքային կամ տիտղոսի փոխանցման հարց։ Հիմա ազգերի լիգայի այդ քառյակը, որը խորհուրդը այսօր գիտեք կոչվում է անվտանգության խորհուրդ ՄԱԿ-ում, իսկ խորհուրդը այն ժամանակ իր մեջ ընդգրկում էր Մեծ Բրիտանիային, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիային, նրանք փետրվարի 24-ին 20 թվականի որոշակի սկզբունքներ մշակեցին եւ ստորագրեցին։ Այդպես էլ կոչվում էր զեկույց Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ, որտեղ հստակեցվեց նաեւ Հայաստանի սահմանների հարցը Ադրբեջանի հետ եւ Վրաստանի հետ, որտեղ միանշանակ էր, որ ասվում էր, որ երկրները իրենք փոխադարձ համաձայնությամբ պիտի որոշեն սահմանները։ Եթե մինչև իրավարար վճռի ընդունումը Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ չեն կարողանա որոշել սահմանները, ապա ազգերի լիգան հատուկ հանձնաժողովի միջոցով պիտի կատարի սահմանազատում։ Եվ այստեղ ամենակարևորն է, սահմանազատումը պիտի իրականացվի ազգային տեղաբաշխման հիման վրա, այսինքն հայաբնակ տարածքները պիտի անցնեին Հայաստանին, թաթարաբնակը Ադրբեջանին եւ վրացաբնակը Ադրբեջան։ Հետևաբար այդ տեսանկյունով Հայաստանին է պատկանում ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաեւ Դաշտային Ղարաբաղի մի զգալի մասը, որը 1920 թվականին բնակեցված էր դեռևս հայերով։ Ինչ տեղի ունեցավ դրանից հետո, այսինքն ապրիլին գիտեք, որ Ադրբեջանը սովետականացվեց, հետո դեկտեմբերին Հայաստանը սովետականացվեց, 21 թվականին Վրաստանը, եւ այդ սովետականացումը
դա պարզապես ռազմական բռնազավթում էր, հետևաբար անօրինական գործողություն, իսկ անօրինական գործողությունները չեն կարող ստեղծել իրավունք, հետևաբար մենք պիտի վերադառնանք ամենավերջի օրինական փաստաթուղթին, որը նորից եմ գրում 20 թվականի փետրվարի 24-ի որոշումը։ Դա իդեպ նաև ամրագրվեց նույն Սևրի պայմանագրի մեջ 92-րդ հոդվածում, որտեղ նորից հստակ նշված էր, որ պիտի ինչ սկզբունքով դա պիտի արվի։ Պարզապես, քանի որ հիմք պիտի ընդունվեր իրավարար վճռի ելակետային ժամկետը, գիտեք, նոյեմբերի 22, այդ 3 ամիսը մեզ չտրվեց դա անելու։ Հիմա 91 թվականից հետո բոլոր այդ երկրներն էլ անկախ են։ Դե եկեք վերադառնանք այդ ժամանակաշրջանին եւ շարունակենք նույն ձևով։ Եվ ասեմ, մենք սահմանազատման համար հիմք պետք է ընդունենք 20 թվականի պաշտոնական տվյալները եւ ոչ թե ասենք 91 թվականի ազգագրական պատկերը, որովհետեւ ինչ տեղի է ունեցել սովետական 70-ամյա իշխանության ժամանակ, այդ ժամանակ տեղի ունեցել նաեւ էթնիկ զտումներ, այսինքն մենք գիտենք հստակորեն, որ եւ Վրաստանում եւ Հայաստանում տեղի է ունեցել հայերի դուրս մղում այդ տարածքներից, որը նորից միջազգային իրավունքի տեսանկյունից հանցագործություն է, հետեւաբար հանցագործություն հիմք չի կարող հանդիսանալ։ Ես կարծեմ նախորդ հաղորդման ժամանակ նշեցի, որ The Inquiry հանձնաժողովը 1919 թվականի հուլիսին, երբ որ հայ-թուրքական սահմանի մասին եզրակացություն տվեց, նշեց, որ որպես հիմք պիտի ծառայի 1890-ականներին նախորդող ժամանակահատվածը, որտեղ դրա հաջորդը եղել են ազգային խտրականության եւ զտումների շրջան։ Հետևաբար ես կրկնում եմ իմ միտքը, որ մենք իրավական փաստաթղթերի վրա շատ ավելի նպաստավոր ելք կարող ենք ունենալ, քան քաղաքական այսօրվա ճանապարհը, որը մենք ուզում ենք փորձել միջնորդների միջոցով։ Մանավանդ, որ նշենք կարևոր մի հանգամանք, որ Ադրբեջանի այսօրվա հանրապետությունը իրեն հռչակել է 18-20 թվականների Ադրբեջանական հանրապետության իրավահաջորդ, այսինքն այս տեսանկյունից եւս որպես իրավահաջորդ իրենց համար պարտադիր է 20 թվականի ազգերի լիգայի որոշումները եւ այս տեսանկյունից եւս մեր դիվանագիտական ասպարեզում մենք նորից բաց թողում ենք անում չօգտագործելով այս բացառիկ կարևոր հանգամանքը։ Հիմա նորից վերադառնանք Թուրքիա-Հայաստան սահմանին Վիլսոնյան, այս սահմաններին, որովհետեւ բավականին շատ նաեւ այդ քննարկումների ժամանակ հնչում է մի այսպիսի միտք, ինչպես մենք պետք է կարողանանք այս անվտանգության գոտի ստեղծելու մասին է խոսքը, որովհետև հայտնի է, որ այդտեղ ոչ միայն թուրքական ռազմաբազաներ են, այլ նաև ամերիկյան ռազմաբազաներ են։ Մյուս կողմից Ամերիկան անցած հաղորդման ժամանակ դա հատուկ շեշտեցինք, որ 27 թվականին ինքը հենց չի ճանաչում Թուրքիայի սահմանները, որովհետև Վիլսոնի իրավարար վճիռը չի իրականացվել։ Մի կողմից ուրեմն միջազգային իրավունքի տեսանկյունից այս դե յուրե փաստորեն պատկանելը Հայաստանին, մյուս կողմից դե ֆակտո պատկանելը Թուրքիային, երրորդ կողմից նաև ամերիկյան ռազմաբազաների առկայությունը, այ ինչ ճանապարհներ են հնարավոր այս թնջուկը լուծելու համար։ Գիտեք, ասեմ, որ ամերիկյան ռազմաբազաները գոյություն ունեն Ինչիրլիկում, որը Ուիլսոնյան Հայաստանի տարածքից դուրս է։ Առաջին անգամ Թուրքիայում ամերիկյան ռազմաբազաների տեղակայման հարցը քննարկվել է Կասաբլանկայի անգլո-ամերիկյան հանդիպման ժամանակ 1943 թվականին, եւ այս փաստաթղթերը տպված են ամերիկյան պաշտոնական ժողովածուներում եւ շատ հետաքրքիր է։ Այդտեղ հարցը դրված է ռազմաբազաների ստեղծումը Թուրքիայում եւ Հայաստանում։ Եվ Հայաստան ասելով իրենք հասկանում են Ուիլսոնյան Հայաստանը, ոչ թե սովետական, որովհետեւ դե յուրե ամերիկացիները լավ էին հասկանում, որ դա Հայաստան է, բայց քանի որ դա բավականին մեծ, ասենք, քաղաքական հարց էր այդ ժամանակ, հետեւյալը տեղի ունեցավ։ Նախնական տարբերակով ամերիկացիները ուզում էին ռազմաբազա տեղակայեն Վանում։ Եվ Վանում չտեղակայվեց հենց այդ պատճառը, որովհետեւ արդյոք թուրքական իշխանությունը կարող էր համաձայնություն տալ, որը չի հանդիսանում իրավատերը Վանի վիլայեթի, եւ դա նաեւ չի ճանաչվել Միացյալ Նահանգների կողմից, եւ պատճառներից մեկը, որ այն Ինչերլեկում տեղակայվեց, դա հենց ամերիկյան կողմից իրավարար վճռի մինչև այսօր ճանաչած լինելն է։ Պիտի ասեմ, որ ամերիկյան ռազմաբազաները կամ ամերիկյան շահերը ավելի լայն առումով այսօր հակադիր չեն հայկական շահերին, ոչ էլ օրինակ ռուսական, ոչ իրանական։ Գիտեք, սա մի որոշման ձև է, որը համընկնում է բազմաթիվ երկրների շահերին, բացի այդ, սա նաև հնարավորություն է հենց թուրքերի համար,
որպեսզի իրենք կարողանան այս հարցին որոշակի լուծում տալ, բայց նաև պահպանել նաև իրենց արժանապատվությունը եւ որոշակի հնարավորություններ։ Օրինակ, ամենամեծ հարցը ես կարծում եմ եղել եւ մնում է այդ տարածքի վրա ապրող այսօր 10 միլիոնանոց բնակչությունն է, որը քրդերն են եւ խնդիրը շարունակում է։ Բայց միջազգային իրավունքի մեջ կա տարածքի վարձակալության խնդիր։ Լինելով դե յուրե Հայաստան, մենք կարող ենք երկկողմ համաձայնագրի հիման վրա նույն Թուրքիայի քաղաքացիներին հնարավորություն տանք, որովհետեւ նրանք շարունակեն ապրել այդ տարածքի վրա, պարզապես Թուրքիան մեզ վճարի որոշակի վարձավճար, օրինակ ասենք 5 միլիարդ դոլար տարեկան իր քաղաքացիները այդտեղ ապրելու համար, իսկ այդ գումարը Թուրքիան կարող է հարկերի ձևով հենց հավաքել այդ 10 միլիոն մարդկանց գործողությունից, բայց մենք կստանանք մի շարք առավելություններ նման լուծման դեպքում։ Առաջինը արդեն նշեցի, դա ապառազմականացված տարածքն է, որ անվտանգության հարցեր է լուծում։ Երկրորդը դա տարանցիկ ազատ փոխադրումների հնարավորություններ Հայաստանին եւ ելք դեպի ծով, որովհետեւ բնականաբար Հայաստանի Հանրապետությունը իր իսկ տարածքով կամ դե յուրե իր տարածքով ելքը դեպի Սև ծով շատ ավելի հնարավորություն կունենա։ Երրորդը դա տնտեսական գործունեության ծավալումն է այդ տարածքում, որտեղ այդ տարածքները լինելով հետամնաց, հետևաբար շատ ընկալունակ են հայկական, ասենք, արտադրանքի նկատմամբ, դա կարող է լինել եւ արտահանման շուկա եւ կարող է լինել հումքային շուկա, այսինքն հայկական կապիտալը կարող է որոշակի ներդրումներ անել, նպաստելով նաեւ այդտեղ ապրող քրդերի եւ թուրքերի կենսամակարդակի բարձրացմանը։ Գիտեք, երբ որ այսօր նորից խոսվում է հայ-թուրքական սահմանի բացման մասին, ես դեռևս 2003 թվականին այդ հարցը տվել եմ այն ժամանակվա իմ ղեկավարությանը։ Երբ ասում եք հայ-թուրքական սահման, ինչ նկատի ունեք եւ որ փաստաթղթով է այն ամրագրված, որտեւ եթե նկատի ունեն այսօրվա սահմանը, այսինքն դե ֆակտո, այն չի ամրագրված որևէ փաստաթղթով եւ պատահական չէ, որ հենց նույն Դանիել Ֆրիդը վերջերս մեկ անգամ եւս հնչեցեց այն միտքը, որ պիտի Հայաստանի Հանրապետություն ճանաչի, այսինքն չկա որևէ փաստաթուղթ սահմանը ճանաչող։ Եթե մենք նկատի ունենք Ուիլսոնյան սահմանի մասին, դա արդեն ուրիշ հարց է, այսինքն սա դառնում է ինչպես ժամանակին այսօրվա թուրք հայկական սահմանը ժամանակին Չիչերին ներբնութագրել, սա պարզապես զինադադարի ռազմական ժամանակավոր գիծ էր այդ ժամանակ բոլշևիկների եւ քեմալականների միջ, որը հետագայում 25 թվականին ամրագրվեց սովետա-թուրքական պայմանագրով 20 տարով, բայց որը արդեն 45-ին չեղյալ եղավ, եւ ըստ էության այդ սահմանի գոյությունը, այսպես ասած, ավելի իներցիոն մտածողության հետևանք է, բայց միևնույն է, որևէ պայմանագիր չեղյալ չի հայտարարել եւ չէր կարող հայտարարել իրավարար վճիռը։ Հետևաբար այս ճանապարհը, իրավական ճանապարհը, իրավարարվեցի ճանապարհով մենք կարող ենք լուծել այսօրվա Հայաստանի Հանրապետության առջև ծառացած շատ խնդիրներ։ Մենք պիտի գիտակցենք, մենք ասելով ես նկատեմ եւ ամբողջ հայ ժողովուրդը եւ հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, որ հայկական հարցի լուծումը դա վերացական հարց չէ, դա պատմական հարց չէ եւ ոչ էլ հետագա, ասենք, ժամանակաշրջանի հարց։ Դա այսօրվա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ապահովման, գոյության ապահովման, անվտանգության, ինչպես նաև տնտեսական զարգացման հնարավորությունների հարց է։ Եթե մենք սա գիտակցենք, մենք կկարողանանք նաև այս հարցին ավելի լուրջ մոտենալ, որովհետև եթե մինչև իսկ Ղարաբաղի հարցը լուծվի 100%-ով այն ձևով, ինչը որ մենք կերազենք, օրինակ Հայաստանին կցվեն բոլոր այն տարածքները, որոնք այսօր հայկական ուժերի վերահսկողության տակ է, միևնույնն է ռազմաստրատեգիական առումով եւ տնտեսական առումով այն էական հարց չի լուծում, բացի ապահովելով արևելյան սահմանների ապահովությունը։ Հայաստանը շարունակում է մնալ ծով ելք չունեցող երկիր, Հայաստանը մնում է նույնքան շրջապակելի եւ հայ ժողովրդի մեծ մասը մնում է ռազմական հնարավոր տեսական հարձակման վտանգի տակ։ Ես կուզենայի, քանի որ մեր հաղորդաժամը ցավոք սրտի սահմանափակ է, մենք մի անդրադարձ կատարենք փաստորեն Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Վրաստան սահմանային խնդրին։ Ես ինչի համար եմ սա ուզում ասել, որովհետեւ այնուամենայնիվ 21 թվականին ինչ որ մի համաձայնություն երկու բռնազավթված
հայկական եւ վրացական, ինչ ասենք, կիսապետությունների միջև ստորագրվել է մի համաձայնագիր։ Դրա իրավականության եւ բնականաբար ջավախքի խնդիրը, որ այսօր շատ ակտուալ է եւ հատկապես վերջի ամիսների ընթացքում հասկանալիորեն ճիշտ է ռուսական կողմին նաեւ գրգռումը այստեղ դեր խաղաց, բայց կուզենայի իրավական տեսանկյունից Իրավական տեսանկյունից ես պիտի կրկնեմ այն ինչ որ ասացի, որ պայմանագրերը դրանք միջազգային իրավունքի սուբյեկտների միջև կնքված գրավոր համաձայնագրերն են։ Այսինքն Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը եւ Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը երբեք չեն եղել ճանաչված պետություններ։ Նրանք եղել են վարչատարածքային միավորներ Սովետական միության կազմում 1922 թվականից հետո, երբ որ ձևավորվեց Սովետական միությունը, իսկ մինչ այդ նրանք պարզապես զավթված տարածքներ էին։ Բացի այդ, միջազգային իրավունքը հստակ ասում է, որ խամաճիկ վարչախմբերը, իսկ այդ խամաճիկը puppet governments, դա գեղարվեստական տերմին չէ, դա իրավական տերմին է, այսինքն այն կառավարությունները, որոնք ակնհայտորեն դրսից են բերվել եւ փաթաթվել տրվյալ ժողովրդի գլխին, չեն կարող պետության անունից համաձայնություններ կնքել։ Հետևաբար սովետական Հայաստանի ղեկավարությունը, ոչ էլ սովետական Վրաստանի ղեկավարությունը նման իրավունք չուներ։ Մենք պիտի վերադառնանք վերջին փետրվարի 24-ի 20 թվականի որոշումին եւ սահմանազատումը կատարենք այդ ձևով։ Գիտեք, մի անհեթեթ իրավիճակ է այսօր ստեղծվել։ Այսօր տեղի ունենում հայ-վրացական սահմանի դեմարկացիա, այսինքն այդ սյուների տեղադրումը, բայց ինչի հիման վրա է կատարում, միջազգային որ պայմանագրի հիման վրա է կատարում, հայտնի չէ, չի կարելի վերցնել վարչական միավորների վերաբերյալ այդ սահմանազատման փաստաթուղթը դրա հիման վրա անել կամ վարչական, որովհետեւ բոլոր սահմանները Սովետական միության ներսում եղել են վարչական սահմաններ։ Այն ինչ որ այսօրվա հասկացությամբ սահման է, ռուսները դա կոչվում էին գասուդարստվեննaya գրանիցա եւ դա Սովետական միության արտաքին սահմաններ, բայց վարչական սահմանները, որոնք բազմաթիվ անգամներ փոփոխվել են, գիտեք, չեն կարող հիմք հանդիսանալ հետագա երկրների համար։ Պիտի ասեմ, որ նաև մի մոլորություն կա, որ ասում են, որ իբր ճանաչելով երկրները ճանաչում են սահմանները, այդպես չէ, որովհետև եթե այդպես լիներ, ապա փոխադարձ ճանաչած երկրները կամ միջազգային իրավունքի առն սուբյեկտ դարձած երկրների միջև չպետք է լինեին սահմանավեճեր, դրանք կան, դրանք մի քանի տասնյակ են, մոտ մի տասնյակը քննարկվում է միջազգային դատարանում, դրանք քննարկվում են բազմաթիվ երկկողմ բանակցությունների ընթացքում, ճանաչվում են պետությունները, բայց ոչ սահմանները։ Սահմանները միայն փոխադարձ համաձայնությամբ կնքված միջպետական պայմանագրերի հիման վրա են հստակեցվում։ Շատ լավ, եւ մեր նամակագիրներից մեկի հարցադրումը ցեղասպանության ճանաչումից հետո ինչ պետք է լինի մեր հաջորդ քայլը եւ Թեոդիկ Մեսերխանյան, հա, ուրեմն եւ այս մեր գուցե ավելի մեծացնենք հարցը, քանի որ մեզ մոտ 5 րոպե ժամանակ է մնում, այս եթե մեկնարկենք վերցնում այսօրը, այս օրվանից սկսած ըստ միջազգային իրավունքի այսպես փորձի ինչ հերթական քայլեր կարող ենք անել, որպեսզի հասնենք որոշակի հաջողության։ Գիտեք, մենք երբևէ պիտի հարցադրումը չանենք այդպես, որ ցեղասպանության ճանաչումից հետո, որովհետև մեր իրավունքները չեն խարսխված ցեղասպանության փաստի վրա։ Եղել է ցեղասպանություն, չի եղել ցեղասպանություն, հայերը կամ հայերի իրավունքները Ուիլսոնյան Հայաստանի վրա ճանաչված են։ Ցեղասպանությունը պարզապես դա մի ճանապարհ էր, միջոց էր Օսմանյան եւ թուրքական իշխանությունների համար ամրագրելու իրենց զավթումները։ Իսկն մենք այսօր շարունակելով, միգուցե շարունակելով, ես անգամ վստահ չեմ, ցեղասպանության ճանաչման գործընթացը մենք հիմնականում պահանջատիրության վրա պիտի շեշտադրում անենք, չէ՞ որ հսկայական նյութական կորուստներ ենք մենք ունեցել, նույն Փարիզի վեաժողովում ամրագրված փաստերով 19.5 միլիարդ ֆրանսիական ֆրանկ, որ այսօրվա համարժեքով 41.5 միլիարդ ամերիկյան դոլար է, բացի այդ մենք հսկայական նաև մշակութային կորուստներ ենք ունեցել, որի պատասխանատուն Թուրքիան է, այսինքն այդ հուշարձանները կամ ինչ արժեին հայկական ձեռագրերը, որոնք յուրացվեցին կամ ոչնչացվեցին։ Բացի այդ մշակութային արժեքների առումով մենք պիտի հստակեցնենք, որ բացի Ուիլսոնյան Հայաստանից հայերը իրավունք ունեն մշակութային իրենց ժառանգության վրա նաև մյուս նահանգներում։ Այսինքն Սեբաստիայում գտնվող հայկական եկեղեցի նորից հայկական եկեղեցի է, անկախ այն բանից այն Ուիլսոնյան Հայաստանի մեջ է թե ոչ։ Հետևաբար ցեղասպանությունը մեզ համար ճանաչումը նորից եմ ասում, պարզապես հիմնավորում է, որ
տեղի ունեցել միջազգային հանցագործություն, erga omnes հանցագործություն, հետևաբար թուրքական շահերը չպետք է խարսխված լինեն հանցագործության վրա, որովհետև ճանաչել այսօր Արևմտյան Հայաստանի պատկանելությունը Թուրքիային նշանակում է խրախուսել եւ հավանության արժանացնել ցեղասպանությունը։ Հետևաբար մենք ասում ենք այդ մի հստակ ուղերձ է բոլոր երկրներին, գրավեք օրինապես այլ ժողովուրդներին պատկանող տարածքները, ոչնչացրեք նրանց եւ ապա որևէ մեկը ձեզանից չի կարող դա վերցնել։ Ես կարծում եմ, մենք պիտի հետեւյալ քայլերը անենք։ Առաջին հերթին պիտի շարունակենք խորացնել ուսումնասիրությունները հայկական պահանջատիրության ուղղությամբ, այսինքն այս պայմանագրերի փորձաքննությունը, հատկապես Ուիլսոնյան իրավարար վճիռը։ Զուգահեռաբար պիտի աշխատենք հնարավորին չափ իրազեկ դարձնել եւ հայ հանրությանը եւ հատկապես օտար հանրությանը։ Այսինքն սրանք պիտի տպվեն։ Հիմա ես նախապատրաստում եմ անգլերեն լեզվով հրատարակել ամբողջական զեկույցը 5 հոգու հետ միասին անհատների հետ միասին մենք փորձում ենք ստեղծել մի խումբ, աշխատանքային խումբ, որը այս հարցերով կզբաղվի, այսինքն իրավական հարցերով, զեկույցներով հանդես կգա եւ այն բանից հետո, երբ որ առաջի երկու աստիճանները, այսինքն ուսումնասիրման եւ իրազեկման կհասնեն որոշակի մակարդակի, մենք կկարողանանք երրորդ փուլում ներգրավել ավելի պետական կառույցներ եւ համապատասխան նպաստավոր իրավիճակում արդեն այս հարցը բարձրացնել երկու ճանապարհով։ Առաջինը անվտանգության խորհրդում ՄԱԿ-ի կանոնադրության 34-րդ եւ 35-րդ հոդվածների հիման վրա, ինչպես նաեւ միջազգային Արդարադատության դատարանի միջոցով կարող ենք երկու ձևով պարտադիր վճիռների դիմենք եւ ստանանք, ինչպես նաեւ խորհրդատվական որոշում դիմենք եւ Հաագայի դատարանի միջոցով։ Բացի այդ, երրորդ ճանապարհն այն է, որպեսզի մենք երկկողմ բանակցությունների միջոցով բոլոր այն երկրներին, ովքեր ստորագրել են Սևրի պայմանագիրը, այսինքն ովքեր գտնվում են իրավական պարտավորության տակ։ Գիտեք, մենք մշտապես խնդրողի դերում ենք։ Գիտեք, մենք խնդրողը չենք, նրանք պարտավոր են դա անեն, որտեղ նույն Հելսինկի եզրափակիչ ակտի հիմնադրույթներն են, որ պետությունը պարտավոր է իրականացնել իր միջազգային պարտավորությունները, այսինքն Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, չգիտեմ, Կուբան, Կոստարիկան, Չինաստանը, մոտ 70 երկիր գտնվում են միջազգային պարտավորության տակ։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր որ Սևրի պայմանագիրը ստորագրած երկրների իրավահաջորդներն են այսօր։ Այո, բոլոր իրավահաջորդները եւ բոլոր նրանք, ովքեր նաեւ դաշնակից ուժերի մաս են կազմել 20 թվականի ապրիլի 27-ին, որտեղ նրանց անունից եղել է հայցադիմում մեծ եռյակի կողմից։ Գիտեք, մենք ոչինչ չենք արել, մենք չենք դիմել նրանց եւ այսօր եզրակացություններ ենք անում։ Եկեք մի փոքր աշխատենք, եկեք պահանջենք նրանցից, որովհետեւ նրանք կատարեն իր պարտավորությունները, նոր կտեսնենք արդյունքները։ Չանելով ոչինչ, ակնկալել արդյունքներ հնարավոր չէ։ Շատ լավ, ես ինձ մնում է շնորհակալություն հայտնել իմ եւ մեր հեռուստադիտողների անունից պարոն Հարապապյանին, հիշեցնել բոլորին, որ կարող եք իր հետ կապի մեջ լինել եւ մեր միջոցով եւ իր ինտերնետային ուրեմն կայքի միջոցով 3w.wilsonforarmenia.am հնարավորությունները կապվելու բնականաբար բազմաթիվ են եւ եթե կլինեն, ասենք, խնդիրներ խորհրդատվական, կոնկրետ ինչ-որ գործնական բնույթի իրավական բնականաբար պատրաստակամությունը կա եւ այստեղ միացյալ ուժերով բավական շատ ջանքերի կարելի է հասնել։ Այսօր այսքանը, մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեմ եւ ասեմ, որ մեր հաջորդ հաղորդումը կլինի Օսմանյան փաստաթղթերը հայերի մասին, իմ հյուրը կլինի Հայկ Արամ Նահապետյանը։ Շնորհակալություն, բարին բոլորիս հետ։